Բարև ձեզ, ես Վարդգեսն եմ, Software Development Lifecycle Manager IT Governance-ից։ Ում ենք մենք փնտրում եւ ինչպիսի նախագծերի համար։ Փնտրում ենք ծրագրավորողներ, պրոդուկտային եւ պլատֆորմային նախագծերի համար, ովքեր կարող են աշխատել ոչ միայն արկայից ծրագրերի կայունության եւ զարգացման վրա, այլ նաեւ նոր ծրագրերի ներդրումների եւ կայուն աշխատանք ապահովելու ուղղությամբ։ Ինչ ենք ակնկալում տեխնացուներից եւ ինչ կարող ենք առաջարկել։ Տեխնացուներից ակնկալում ենք C#.NET գիտելիքների բազային տիրապետում, թիմում հաղորդակցվելու ունակություն, խնդիրները ճիշտ ձևակերպելու, խորանալու, ձախողումից չխուսափելու եւ ձախողումներից սովորելու հմտություններ, տրամաբանական վերլուծություն, ալգորիթմական իմացություններ։ Ինչ ենք խոստանում մասնագետներին, իրական ծրագրերի վրա աշխատելու հնարավորություն, ստանդարտներին համապատասխան զարգացում եւ աճ։ Հիմնական դժվարություններն ու մարտահրավերները սկսնակների համար։ Հիմնական դժվարությունները խնդիրը ունակ լինել մասնատել բաժինների ու հասկանալ հիմնական root cause-ը եւ փորձել սովորել սեփական սխալներից։ Մաթեմատիկական մտածողության եւ mindset-ի դերը։ Հարցակույն մաթեմատիկա միանշանակ պետք չէ, բայց պետք է լավ տրամաբանություն, հետ վերլուծական լավ անալիտիկ գիտելիքներ եւ չհանձնվելու ունակություն։ Ինչ է տեղի ունենում, երբ կոդը չի աշխատում։ Կոդի չաշխատելու բազմաթիվ պատճառներ կարող են լինել, սկսած requirement-ների փոփոխություններից եւ վերջացրած հնարավոր edge case-երով։ Կարևորը պետք չէ խոճապի ենթարկվել, պետք է գտնել root cause-ը, ֆիքսել այնպես, որ ֆիքսը լինի հիմնովին։ Երբ է պարզ դառնում, ճիշտ տեղում ես, թե ոչ։ Երբ աշխատանքը քեզ հաճույք է պատճառում եւ հնարավոր խնդիրները դիտարկվում են որպես չելենջներ, ապա ընտրած այդ մասնագիտությունը եւ ուղին շատ ճիշտ է եւ պետք է այդպես շարունակել։ Միացիր TechJourney առաջի սերնդին։